Փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային օրը ևս մեկ առիթ է խոսելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների մասին։ Միջազգային ինչ մեխանիզմներով ու գործիքակազմով պետք է հասնել իրավունքների պաշտպանությանը, հարցեր, որոնք Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախաձեռնած աշխատաժողովի օրակարգում էին։ Մեր հասարակական կազմակերպությունը ձեռնամուխ եղավ կազմակերպել աշխատաժողով ևս մեկ անգամ բարձրաձայնելու Արցախահայերի խախտված իրավունքների մասին։ Աշխատաժողովին հիմնականում հրավիրված են ոլորտի մասնագետները, պատմաբաններ, իրավաբաններ, քաղաքագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ, եւ մենք նախատեսում ենք կրկին մեկ անգամ քննարկել եւ վերհանել այն հնարավոր բոլոր ուղիները, որոնք կարող են օգնել Արցախահայության խախտված իրավունքների վերականգնման համար։ Փորձագետները փաստերով հիմնավորեցին, որ այն ինչ տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ բռնի տեղահանություն էր, ուստի այդ անձինք դրանից բխող բոլոր իրավունքների, այդ թվում վերադարձի իրավունքի կրողն են։ Մասնագիտական քննարկումներին ուշի ուշով հետևում էին տեղահանվածները։ Խիստ կարևոր է, որ տուժածները, այսինքն փախստականները, ովքեր իրենց վրա են կրել պատերազմի, տեղահանության եւ տարբեր բռնությունների ուղիղ ազդեցությունը, իրենք խոսեն եւ բարձրաձայնեն իրենց խնդիրների մասին եւ որ շատ կարեւոր է, որ իրենց ձայնը լսելի դառնա քննարկումների թեմա եւ նաեւ իրենք առաջարկեն արդյունավետ լուծումները։ Բնականաբար արցախահայերի լավագույն շահը իրենց հայրենիքում ազատ ապրելու հնարավորությունն է եւ ապահովել արժանապատիվ եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան վերադարձի իրավունքը։ Սա միջազգային օրենսդրության պահանջն է եւ մարդու իրավունքների նաեւ իրացման երաշխիքը։ Միջազգային իրավունքը ողջ է թե մեռած աշխատաժողովի առանցքային հարցերից էր, չնայած բազմաթիվ խնդիրներին այն կա եւ շարունակում է գոյություն ունենալ, արձանագրեցին բանախոսները։ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը 2023 թվականի հայտնի դեպքերից հետո հիմնադրման օրվանից սկսած լայն գործունեություն է սկսել ծավալել միջազգային հարթակներում։ Մասնավորապես բարբերաբար մասնակցում ենք ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպող միջոցառումներին, բարձրաձայնում ենք մեր խախտված իրավունքների վերականգնմանը այլընտրանք չունենալը։ Չնայած միջազգային կառույցների գործընկերների հստակ գնահատականներին, Ադրբեջանը շարունակում է որդեգրած քաղաքականությունը, թիրախ դարձնելով նաև Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությունը։ Մշակութային ժառանգության թիրախավորումը, հայկական քրիստոնեական արժեքները պղծելը, աղվանացնելը, այլ հանրույթների վերագրելը, այն բացարձակ խտրական եւ ռասայական ատելության մասին է խոսում։ Այս մասին նաեւ հստակ արձանագրել է Հաագայի արդարադատության միջազգային դատարանը, նշելով, որ Ադրբեջանը պարտավոր է չպղծել, չոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը եւ որ ամենակարևորն է այն դիտարկվել է ռասայական խտրականության կոնվենցիայի հիմքով։ Այսինքն այս կոնտեքստում միջազգային հանրությունը արդեն իսկ արձանագրել է, որ հուշարձանների ոչնչացումը ոչ միայն պարզապես բռնություն է, այլև ռասայական խտրական դրսևորում։ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց իրավունքների հարցը ևս քննարկման օրակարգում էր։ Բանախոսները անդրադարձան նաեւ պատմական ճշմարտության խեղաթյուրման ու ապատեղեկատվության տարածման ադրբեջանական քաղաքականությանը։ Վոլոդիա Մուշեղյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։